Ողջույն բոլորին, օրվա խորհուրդն է։ Այսօր լուսնային 20-րդ օրն է։ Լուսինը կլինի ջրհոսում կեսգիշերն անց։ Լուսնի կանգնած դիրքի մասին արդեն իսկ ասել եմ լուսնային օրացույցում։ Չեզոք օր է, որը համարվում է բարենպաստ։ Չնայած լուսինը նվազող փուլում է, այս ժամանակահատվածը հարմար է կարևոր գործեր սկսելու կամ շարունակելու համար։ Զբաղվեք նշանակալի գործերով, կարևոր որոշումներ ընդունեք և կյանքի մեջ արմատական փոփոխություններ մտցրեք։ Ցանկությունների իրականացում։ Այս շրջանը այնքան էլ բարենպաստ չէ նպատակներին հասնելու համար, քանի որ կարող են առաջանալ բազմաթիվ խոչընդոտներ։ Հնարավոր դժվարությունները կարող են թուլացնել ձեր վստահությունը և ստիպել հրաժարվել ձեր ցանկություններից։ Մազերի խնամք։ Այսօր մազ կտրելը բարձրացնում է տրամադրությունը, իսկ մազերը ներկել խորհուրդ չի տրվում։ Օրը նպաստում է ինքնավստահության ամրապնդմանը և լրացուցիչ էներգիա ստանալուն։ Այգի և բանջարանոց։ 20-րդ լուսնային օրը, երբ լուսինը նվազում է, բույսերը անցնում են հանգստի վիճակի, իսկ նրանց արմատները լցվում են էներգիայով։ Բարենպաստ է բույսերի վերգետնյա մասերի հետ կապված աշխատանքների համար։ Պտղատու ծառերի էտում, պարարտացնում և մոլախոտերի հեռացում։ Անձնական կյանք։ Օրվա ուժեղ էներգիայի պատճառով կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, խուսափելու վեճերից և կոնֆլիկտներից։ Մի տրվեք սադրանքներին, արտահայտեք ձեր մտքերը հստակ և հավասարակշռված։ Եթե զուգընկերոջ վարքագծում նկատեք տարօրինակություն կամ խուսափողականություն, հնարավոր է նա ինչ-որ բան է թաքցնում։ Աշխատանք և ֆինանսներ։ Չարժե ժամանակ ծախսել մանր գործերի վրա, ավելի լավ է սկսել նոր նախագծեր, գովազդային արշավներ, ինչպես նաև որոնել գործնական գործընկերներ։ Լուսնային էներգիան աջակցում է նպատակասլաց և հավակնոտ մարդկանց։ Օրը հարմար է գործուղումների, ղեկավարության հետ բանակցությունների և աշխատանքի փոփոխության համար։ Հարսանիք։ Այսօր բարենպաստ ժամանակ է ամուսնության համար, հատկապես վճռական և ինքնավստահ մարդկանց դեպքում։ Այս շրջանում ստեղծված ընտանիքները սովորաբար լինում են կայուն և հազվադեպ են քանդվում խանդի, դավաճանության կամ ֆինանսական խնդիրների պատճառով։ Սակայն հասարակական ակտիվ կյանք վարող մարդկանց համար հարսանիքը պետք է տեղափոխեք այլ օր։ Այսօրվա երազները։ Այսօրը տեսած երազները հաճախ կարող են իրականանալ կամ պատասխաններ պարունակել կարևոր հարցերի վերաբերյալ, հատկապես եթե քնելուց առաջ հստակ ձևակերպել եք ձեր մտքերը։ Օրը նպաստում է ներքին և հոգևոր ինքնաճանաչմանը, հնարավորություն տալով ստանալ ինտուիտիվ գիտակցումներ և ներշնչանք։ Ինչ կարելի է անել այսօրը և ինչը ոչ։ Լուսնային օրացույցի համաձայն այսօր բարենպաստ է բազմաթիվ գործերի համար, սակայն կան որոշ սահմանափակումներ։ Կարելի է նոր գործ սկսել, հարմար օր է նոր նախագծեր, ծրագրեր և նախաձեռնություններ սկսելու համար։ Բիզնես և ֆինանսներ։ Բարենպաստ է գործնական հանդիպումների, բանակցությունների և բիզնեսի զարգացման համար։ Կարելի է գնումներ կատարել, այդ թվում խոշոր գնումներ։ Անշարժ գույք։ Հարմար ժամանակ է բնակարան, տուն կամ հողատարածք գնելու և վաճառելու համար։ Առևտուր։ Օրը նպաստավոր է վաճառքների, գործարքների և առևտրային գործունեության համար։ Գիտություն և ուսուցում։ Լավ ժամանակ է սովորելու, հետազոտություններ կատարելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Ստեղծագործություն։ Ներշնչանքի և ստեղծագործ աշխատանքի համար բարենպաստ օր է։ Տուն և կենցաղ։ Կարելի է մաքրել տունը, վերանորոգում անել, կահույք տեղափոխել կամ վերադասավորել։ Սպորտ։ Թույլատրվում է ֆիզիկական վարժություններ և մարզումներ, բայց չափավոր իհարկե ծանրաբեռնվածությամբ։ Ամուսնություն։ Օրը հարմար է բարենպաստ ամուսնության և ընտանիք կազմելու համար։ Հղիության պլանավորում։ Լուսնային ավանդույթի համաձայն օրը նպաստավոր է բեղմնավորման համար։ Սնունդ։ Կարելի է փորձել նոր բաղադրատոմսեր և խոհարարական փորձարկումներ կատարել։ Եվ խորհուրդ չի տրվում աղմկոտ միջավայր։
Խուսափեք մեծ հավաքույթներից, աղմկոտ ընկերություններից և ավելորդ հուզական լարվածությունից։ Վեճեր և կոնֆլիկտներ։ Ցանկալի չէ վիճել հարազատների, ընկերների կամ գործընկերների հետ։ Ճանապարհորդություններ։ Ավելի լավ է արձակուրդը կամ հեռավոր ուղևորությունները տեղափոխել այլ ժամանակ։ Ակտիվ հանգիստ։ Էքստրեմալ կամ չափազանց ակտիվ հանգիստ խորհուրդ չի տրվում։ Ինտիմ հարաբերություններ։ Խորհուրդ չի տրվում փորձարկել կամ կտրուկ փոփոխություններ մտցնել ինտիմ կյանքում։ Առողջություն։ Օրը համարվում է վնասվածքների տեսանկյունից զգուշություն պահանջող օր։ Դրա համար պետք է խուսափել ռիսկային գործողություններից, շտապողականությունից և անուշադրությունից։ Օրվա գլխավոր խորհուրդը։ Այսօրը լավագույն արդյունքները տալիս են կարևոր որոշումները, նպատակասլաց աշխատանքը, ստեղծագործական զբաղմունքները և ինքնակատարելագործումը։ Միևնույն ժամանակ կարևոր է պահպանել հանգստություն, խուսափել վեճերից և չափազանց մեծ ֆիզիկական կամ հուզական ծանրաբեռնվածությունից։ Ձեզ լավ օր եմ մաղթում։